Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Վերջին դատական նիստի ընթացքում Արցախի նախկին պետնախարարը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չի մասնակցել։ Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները։ Ադրբեջանի նախագահը օրերս Մյունխենում հարցազրույցի ընթացքում նշել էր, որ նրանց ազատարձակումը ոչ մի կերպ հնարավոր չէ։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեն հրաժարվել է ցուցմունք տալ քննիչների հետ հանդիպման ժամանակ, օգտվելով իր իրավունքից։ Փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, արգելելով նրա ելքը երկրից։ Կաթողիկոսին մեղադրանք էր առաջադրվել Արման Սարոյանի դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Երևանում այս գիշեր մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում։ Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քառակուսի մետր հատված։ Ընդհանուր առմամբ 2026 թվականին կիրականացվի 200,000 քառակուսի մետր աշխատանք։ Ապրիլից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների դիտահորերի նիշերի ուղղում։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի Գոգավան Մաքսային անցակետ էր ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց։ Հայաստանից Վրաստան մեկնող մեքենայի հետնամասում Մաքսային զննության ժամանակ հայտնաբերվել են ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կիլոգրամ 319 գրամ, որից 540 գրամը ոսկենման մետաղից, իսկ 2779 գրամը սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնև մասնակցելու ռուս-ուկրաինական հարցերով բանակցություններին։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ջանքերից հետո կարծես սպառվել է Դոնալդ Թրամփի համբերությունը։ Նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան պետք է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Արդեն մի քանի օր է ինչ ԱՄՆ նախագահը այսպիսի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, արդեն ոչ թե առաջարկելով, այլ պարտադրելով Ուկրաինային համաձայնել գնալ բանակցությունների։ Միևնույն ժամանակ Ուկրաինայից տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Զելենսկին, հույս հայտնելով, որ այսօր կայանալիք հանդիպումը կտա ցանկալի արդյունք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանը ավելի շատ հարձակումներ է պատրաստվում իրականացնել էներգետիկ օբյեկտների վրա։ Զելենսկու խոսքով նման հարվածները դժվարացնում են գրեթե 4 տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել։ Ուստի անհրաժեշտ է ապահովել բոլոր հոբ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն, ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։ Կուբայում անցել են էլեկտրական եռանիվ հեծանիվների, իբրև տրանսպորտ, վառելիքի դեֆիցիտից հետո։ ԱՄՆ-ն դադարեցրել է Վենեսուելայից նավթի արտահանումը և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Կուբային վառելիք մատակարարող երկրների համար։ Վառելիքի պակասը հզոր հարված էր երկրին։ Վենեսուելայի գործողությունից հետո Թրամփը հայտարարել է, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա, նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ, այդ թվում կասկածյալը, զոհվել է, ևս 3-ը ծանր վիրավորվել։ Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, տղամարդը կենցաղային վեճի ընթացքում սպանել է իր կնոջն ու 3 երեխաներին, հետո ինքնասպան եղել։ Մարզադաշտի շրջակա ճանապարհները փակվել են, տարածքը հսկում են մեծաթիվ ուժայիններն ու ուղղաթիռները։